Մայրաքաղաքում կառուցված ինքնակամ շինությունների հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Մի քանի պատճառով։ Նախ դրանք շատ են։ Մեծաթիվ են նաև այն մարդիկ, ովքեր փորձում են օրինականացնել այդ շինությունները։ Մարդկանց մի մասն էլ շարունակում է պայքարել խիստ անցանկալի այդ երևույթի դեմ։ Օրենսդիրի կողմից վերջերս ընդունված օրենքների մի շարք նախագծեր վերաբերում են հենց վերը նշված մեր համաքաղաքացիներին։ Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող որոշակի ինքնակամ շինություններ հնարավոր է լինելու օրինականացնել։ Այդ կառույցները սակայն պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների։ Բացի սա, կառույցի սեփականատերը օրենքով նախատեսված տարատեսակ վճարումներից զատ պետական տուրք է վճարելու 100 միլիոն դրամի չափով։ Փողոց է, որը 90-ականների սկզբից ինչ-որ մեկի քմահաճույքով, ես Երևանի մասին եմ խոսում, որոշել են այդ փողոցը դարձնեն փակուղի։ Գալիս ասում է, այս թղթերը, ձեր ցավը տանեմ, այս 100 միլիոնը, մենք պարտադիր դա օրինականացնում ենք, թե չենք օրինականացնում։ Այնտեղ պետք է նաև գնահատվի, արդյոք ինքնակամ կառույցի օրինականացումը խախտում է երրորդ անձանց իրավունքները եւ օրինական շահերը, թե ոչ։ Այս բոլոր պատասխաններին բացասական տալու պարագայում այդ ինքնակամ կառույցը գործող իրավակարգավորումների իմաստով օրինականացման ենթակա չի։ Նման բարձր շեմ սահմանելու նպատակն այն է, որպեսզի օրինականացումը չդառնա մասսայական, եւ մարդիկ հասկանան, որ համայնքային հողի վրա ապօրինի շինություն կառուցելը տնտեսապես ձեռնտու չէ։ Սա գործնականում նշանակում է, որ միայն եզակի խոշոր սոցիալ-տնտեսական առումով էական նշանակություն ունեցող կառույցների օրինականացումը իմաստ կունենա։ Ինքնակամ կառույցների ճակատագրին վերաբերող մի օրենսդրական նախաձեռնություն էլ խորհրդարանն ընդունեց վերջերս։ Բակերում շենքերի կտուրներին կանաչապատ տարածքներում ապօրինի շինությունների օպերատիվ վերացման համար տեղական ինքնակառավարման մարմնին ավելի լավ գործիքակազմ է տրվում։ Առաջին հերթին ներդրվել է արագացված վարույթ հասկացությունը, որը թույլ է տալիս գործել առանց ձգձգումների։ Եթե ապօրինի շինությունը հայտնաբերվում է համայնքային հողի կամ շենքի ընդհանուր տարածքի վրա, քաղաքապետարանն իրավունք ունի անմիջապես կայացնել քանդման որոշում, շրջանցելով սովորական երկարատև վարչական քննությունները։ Դատական բաների ակտերի հիման վրա, որը դատարանը կայացրել է եւ համարել է, որ ենթադրենք խախտում է թույլ տվել ծանուցման կամ լսված իրավունքի եւ այլ քաղաքապետարանի, դրանից խուսափելու համար փորձում են ավելի հեշտացնել, դյուրացնել տեղական ինքնակառավարման մարմինների համար գործընթացը, որ հնարավորինս հետագայում խուսափեն ինչ-որ այսպիսի բողոքարկումներից եւ այլն։ Կարևոր հաջորդ փոփոխությունը ծանուցման համակարգի ներդրումն է։ Եթե կառույցը համայնքային հողի կամ ընդհանուր սեփականության վրա է, քաղաքապետարանի համար ծանուցումն ապահովված է համարվում այն պահից, երբ որոշումը փակցվում է հենց այդ շինության վրա կամ հրապարակվում է պաշտոնական կայքում։ Ճիշտ է, սա հետագայում իհարկե դատական ատյաններում հավելյալ քննության առարկա կարող է դառնալ։ Ծանուցման լրացման օրը բուլդոզերով, ոստիկաններով գալիս են, սկսում են քանդել մարդու սեփականությունը հանդիսացող ավտոտնակը, որը վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց մեր հայցի հիման վրա Երևանի քաղաքապետարանի գործողությունները։ Լինում են նաև այսպիսի դեպքեր։ Ամենակարևոր փոփոխություններից մեկն էլ դատարանով կասեցման արգելափակումն է։ Նոր կարգավորումներով սահմանափակվում է դատարանների միջոցով քաղաքապետարանի քանդման որոշումները տարիներով սառեցնելու պրակտիկան, եթե ակնհայտ է, որ զավթվել է հանրային կամ համայնքային տարածք։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։